Հոդերի բորբոքումը ցավը չափից ավելի շատացել է այս ժամանակահատվածում, իհարկե յուրաքանչյուրը պետք է մինչև այդ խնդիրները լուծի, օգտագործի, որպեսզի չհասցնի ցավային սինդրոմի, որովհետև երբ ոսկրերի մեջ պակասում են միկրոէլեմենտները, հանքանյութերը, կալցիումը, կալիումը, ապա այդ դեպքում գալիս է մի պահ աճառային հյուսվածքն էլ անընդհատ մաշվելով սկսում է հոդերի ցավ։ Իհարկե հոդերի ցավը պետք է վերացնել միայն բժշկի միջոցով եւ պլազմոթերապիայի միջոցով։ Բայց այսօր ես ասում եմ մի բաղադրություն, որը եթե դուք հաճախ ձեր կյանքում օգտագործեք 30-ից 35-ից հետո, ապա երբեք չի կանգնի ձեր առաջ այդ խնդիրը։ Վերցնում ենք իհարկե դդմի սերմեր։ Դդմի սերմերը գիտեք, որ միկրոէլեմենտների չափից ավելի մեծ պաշար, այն առողջարար է օրգանիզմի համար, այն պարունակում է իրեն մեջ հակամիկրոբային եւ նաեւ հակաուռուցքային հատկանիշ ունի եւ բացի դա օգտագործում ենք նաեւ քունջուտ։ Քունջութը բոլորս գիտենք, որ կալցիումի հզոր քանակություն եւ կարելի ասել ռեկորդային կալցիում է պարունակում, որը բոլորիս անհրաժեշտ է։ Բացի դա, այն շատ անհրաժեշտ է մեր ոսկրերին եւ յուրաքանչյուրը պետք է իմանա տարին 12 ամիս ինքը կալցիումի քանակություն պետք է օգտագործի փոքր չափաբաժնով, իսկ դա մեր քունջոտն է եւ կտավատի սերմեր։ Այստեղ ես առանցին եմ անում, որպեսզի յուրաքանչյուրը տեսնի, կտավատը իր մեջ պարունակում է տարբեր տեսակի հանքանյութեր, միկրոէլեմենտներ, որոնք շատ առողջարար են մեր ոսկրերին եւ բացի այդ այն եթե լցնում ենք ջրի մեջ կամ տաք ջրի մեջ կամ աղում ենք լցում ջրի մեջ դառնում է ժելեյանման, այսինքն հոդերի համար հրաշալի կարելի ասել դեղատոմս, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս հոդերին։ Այնուհետև մենք ավելացնում ենք լիմոն, լիմոնը պետք է ավելացնենք, եթե այս յուրաքանչյուրը մենք ավելացնում ենք 30-30 գրամից, ապա ավելացնում ենք ընդամենը մեկ լիմոն եւ այն էլ հյութը։ Հյութը ավելացնելուց հետո պետք է ավելացնենք արդեն մեր հրաշալի մեղրը։ Մեղրը պետք է ավելացնենք ընդամենը 10 գրամ։ Իսկ այն մարդը, որը ունի շաքարային դիաբետ, այս դեպքում թող բարձրացնի թեթև, կարելի ասել ուղղակի համը փոխելու համար 1-2 գրամից։ Այնուհետև մենք ավելացնում ենք այս ամբողջ բաղադրությունը, լցնում ենք բլենդերի մեջ եւ հարում։ Հարելուց հետո ստանում ենք մասսա, որը կարելի ասել միասեռ է լինում եւ վերջում ավելացնում ենք ժելե։ Ժելեն պետք է լինի ջրով բացած։ Բացում ենք նախապես ժելեն, մոտավորապես 30 գրամ ժելեն մեկ բաժակ ջրի մեջ եւ ավելացնում այս ամբողջ բաղադրությանը։ Պատկերացնում եք, դնում եք սառնարանը եւ ամեն օր օգտագործում առավոտյան, կեսօրին եւ երեկոյան։ Պատկերացնում եք եւ միկրոէլեմենտների, եւ հանքանյութերի, եւ վիտամին C-ի, եւ կալիումի, կալցիումի, այն ոչ միայն առողջարար է ձեր հոդերի համար, այն նաեւ սնունդ է ձեր սրտի համար, որովհետեւ բոլորս գիտենք, սրտային հիվանդությունները չափից ավելի շատացել են, ճնշում ունեցողների թիվը մեծացել է։ Իսկ այստեղ մեր լիմոնը եւ ճնշումն է իջեցնում եւ ամենակարևորը այս հանքանյութերը կարգավորում են սրտի աշխատանքը։ Այստեղ կա կալի, կալցի, վիտամինների քանակություն տարբեր, կարելի ասել A-դոյա վիտամինների քանակությունը
Իսկ դրանք մեր սրտի համար եւ ոչ միայն սրտի, այլ ամբողջ օրգանիզմի համար բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, բարձրացնում են աշխատունակությունը, հոգնածություն չեք զգում, նաև կարգավորում են վահանաձև գեղձի աշխատանքը, այնպես որ իմ շատ սիրելի ժողովուրդ, հայտարարել ենք ակցիայի իհարկե սիրտանոթային համակարգի հետազոտումը մեզ մոտ սրտի էխոսրտագրությունը 5000 դրամ եւ հոդերի սոնոգրաֆիան 5000 դրամ այս ակցիան կլինի ժամանակավոր հետազոտվեք կատարեք այս բոլորը որպեսզի առողջանաք եւ մնացած ամեն խնդիրները որ չի բուժում բնությունը կբուժի բժիշկը սիրում եմ ձեզ